Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին падգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ պարոն Արշակյան։ Բարև ձեզ։ Եվ այսպես անդրադառնանք Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան կատարած այցին, Հայաստանն առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում համագործակցություն է ունենալու, սա խաղաղության օրակարգի արդյունքն է։ Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կխնդրեմ անդրադառնայք այս հարցին եւ առհասարակ Միացյալ Նահանգների փոխնախագահի Հայաստան կատարած այցին։ Առաջին անգամ չի հայկական պետությունը 3 անգամ առնչվել է անգլոսաքսոնների, հիմա Միացյալ Նահանգները, դրանից առաջ ուրիշ է եղել ռազմական աջակցությանը եւ համագործակցությունը։ Մի անգամ 800 տարի առաջ Ռիչարդ Առյուծասիրտը հայկական թագավորության հիմնադրման ժամանակ ակտիվորեն մասնակցել է հայկական պետության ձևավորմանը եւ հիմնադրմանը աջակցել է։ Նույնիսկ մեր արքան, հայոց արքան Լևոն մեծագործը եղել է հարսանիքի քավորը Ռիչարդի։ Երկրորդ անգամ Վուդրո Վիլսոնի ժամանակ Վուդրո Վիլսոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ամեն ինչ արել է հայկական պետության համար։ Իդեպ ես պետք է ասեմ, որ Վուդրո Վիլսոնը, Ռեյգանը եւ Թրամփը նույն կրոնական խմբից են, դա հետաքրքիր է։ Ուրեմն երկրորդ անգամ ասում եմ, որ մանդատի խնդիրն էր դրված Ամերիկայի Միացյալ Նահանգները, նույնիսկ դրեց հովանավորի հայկական պետությանը հովանավորի կարգավիճակի հարցը, ցավոք սրտի չանցավ, չստացվեց, առաջ անգամ ստացվեց, երկրորդ անգամ չստացվեց, հիմա երրորդ անգամ մենք կարող ենք արձանագրել, որ արդեն երրորդ անգամ Ամերիկայի անգլոսաքսոններն էին այն ժամանակ, հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները վերցրեցին Հայաստանի ճակերտների մեջ վերցնենք մանդատը, անվտանգության երաշխավորի կարգավիճակը։ Այդ է կարևոր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 105 տարի հետո վերցրեցին պատասխանատվությունը Հայաստանի հայկական պետության գոյության, անվտանգության եւ զարգացման համար։ Այսինքն կարծում եք, որ երրորդ անգամ ստացվում է։ Դա ստացվել է, էլի։ Երկրորդ անգամ չստացվեց։ Խոչընդոտներ չեն լինի։ Խոչընդոտներ անպայման կլինեն, հենց դրա համար է կարևորությունը այս ակցիայի կամ երևույթի։ Խոչընդոտներ կոնկրետ ինչ նկատի ունեք կամ ում նկատի ունեք, որտեղից կարող են այդ խոչընդոտները լինել կամ ում միջոցով։ Տարածաշրջանից նախ մեկ տարածաշրջանում հայկական երևույթը օտար է, ճակերտներ վերցնենք, օտար է, որովհետև մեր այս միջավայրում հայկական պետությունը ցանկալի չի։ Այսինքն ցանկալի չի, այսինքն մենք պետք է պարսիկ լինենք, թուրք լինենք, արաբ։ Այդպիսի բան կա, բազմաթիվ ժողովուրդներ դարձել են պարսիկ, դարձել են թուրք, դարձել են արաբ։ Մեր հասակակից ժողովուրդների մասին է խոսքը, ասորիները, մարերը, պոնտոսի հույները, չգիտեմ, հիքսոսները, ովքեր որ կային, ես չգիտեմ դրանց մաս, չարժե դա շարունակել։ Ուրեմն մենք մնացել ենք հավատարիմ ինքներս մեզ եւ այդ ասիմիլյացիայի նույնացման բանի մեջ մենք մնացել ենք առանձին եւ զարմանալիորեն մնացել ենք այդպիսին, մեր ինքնությունը մենք տարբեր ենք ուրիշներից։ Դա առաջինը, տարածաշրջանի պետությունները ուզում են, որ իրենցից մեկը լինենք մենք, իրենցից մեկը չենք, մենք տարբերվում ենք եւ պարսիկներից, եւ թուրքերից, եւ արաբներից, ուրիշ ենք մենք։ Երկրորդը գլոբալ համաշխարհային առումով կարևոր իրադարձություն էր, որ մի հայտարարություն արեց փոխնախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգների, ասեց հենակետ ունենք մենք այստեղ։ Մեզ մի տեսակ լսեցրեց, ասեց որ շատ բան չմտածեք, որ դուք ինքնուրույն հենց այնպես ձեր գեղեցիկ աչքերով մեզ գրավեցիք, գայթակղեցիք ու հենց այնպես լավություն ենք անում։ Չէ, ասացին, որ դուք լինելու եք, դուք կաք, մենք ձեզ գնահատում ենք որպես հենակետ, ուղեկալից կարգավիճակ բարձրացրեցին։ Եթե մենք Ռոմանովների իմպերիայի համար, SSR-ի համար, SNG-ի Մաքսային միության, ODKB-ի, RF-ի համար ուղեկալ ենք զաստավ,
այ մի քանի ժամ հակառակորդին դիմադրություն ցույց տալու օբյեկտ էինք, այժմ հայտարարվեցինք իրոք ֆորպոստ, այդ հենակետ նշանակում է ֆորպոստ, ուրեմն մեզ հայտարարեցին արևմուտքի ֆորպոստ, դա լավ է թե վատ, պարոն Արշակյան, այլ կերպ չի կարող լինել, եւ Տիգրան Մեծի ժամանակներից սկսած չգնանք շատ հետ ունկնդրին չձանձրացնենք Տիգրան Մեծի ժամանակներից Հայաստանը հայտարարվեց ֆորպոստ հավատարիմ դաշնակից է հռոմեական պետության իմիջիայլոց ոչ պրովինցիալ դա կարևոր է հռոմեացիները բոլոր երկրները որ նվաճում էին դարձում էին պրովինցիա ծայրագավառ իսկ բացառություն էր հայկական պետությունը, որ հայտարարվեց պետություն, դաշնակից պետություն, հիմա վերադարձավ դա։ Նորից մեզ հայտարարեցին, ես այստեղ նաև քար եմ գցում Նիկոլ Փաշինյանի այգին, ուրեմն հայտարարվեց, որ մենք ծայրագավառը չենք որևէ իմպերիայի։ Ես ընդհանրապես կուզենայի, որ այսօր մենք օգտագործենք ՑԳ Մենք ԵՄ ունենք, չէ, ՍՆԳ ունենք, ՕԴԿԲ ունենք, ՍՍՍＲ ունենք, մի հատ էլ ՑԳ, ոչ ՑԳ-ին, այ ես կարծում եմ, որ այս հանդիպման ամբողջ իմաստը նա էր, որ մենք ասում ենք նոպասարան, թույլ չենք տա։ Մեր լինել չլինելը այսպես է կարգավորվում, որ կամ ինչ-որ մեկի ծայրագավառը կամ մեկի ֆորպոստը, ես ձեր խոսքից դա եմ։ Քաղաքակրթական ֆորպոստը ընդհանրապես պատվավոր բան է։ Դա վիրավորական չի։ Մենք Եվրոմիության դիմում ենք ուղարկել Եվրոմիություն։ Եվրոմիությունն է դիմել մեզ։ Այսինքն Եվրոմիությունը մեր ֆորպոստն է։ Ուզում եք շուտ տամ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարեց, որ մեր ֆորպոստն է։ Ես ուզում եմ այդպես հստակ ձևակերպենք, որ հերոստատիտողի համար պարզ լինի, որ ինչպես դուք եք ասում, քաղաքական ֆորպոստը դա վիրավորական չէ։ Մենք համաձայն ենք ֆորպոստը, մեր ամենամեծ քաղաքական գործիչը Տիգրան Մեծը հայտարարել է Հայաստանը ֆորպոստ։ Ու դա լավ բան է, լավ իմաստով քաղաքակրթության, հելենիզմի այն ժամանակ ռեսպուբլիկայի իմիջիայլոց Հռոմը որ եկավ ասած դա ինչ տարօրինակ ինչն էր դեռ այն ժամանակ որ հռոմեացիները ուր գնում էին թագավորությունները վերացնում էին հայտարարում էին ռեսպուբլիկա ենք ստեղծում հայկական պետությանը նրանք զիջեցին ասեցին դուք ոնց կաք թագավորությունները թողոմնա մանավանդ արքայից արքա հիմա մեր ֆորպոստն է Ամերիկան, այ հենց հիմա Ամերիկան հայտարարեց, որ մեր ֆորպոստն է Ատլանտյան օվկիանոսից այն կողմ։ Շուրտան որ չվիրավորվի։ Պարոն Արշակյան, ամեն դեպքում Հայաստանն առաջին անգամ Միացյալ Նահանգների հետ պաշտպանության ոլորտում համագործակցություն է ունենալու եւ վարչապետն արդեն ընդգծեց, որ դա խաղաղության օրակարգի արդյունքն է եւ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության ճանապարհը բացվել է։ Սա չեք համարում շատ կարևոր պատմական քայլ, որովհետեւ մի քանի տարի առաջ մենք այս մասին պատկերացնել անգամ չենք կարող։ Այո, շատ ասելը քիչ է, հույժ կարևոր, հա, հույժ կարևոր է, որովհետև ֆորպոստի եւ ուղեկալի զաստավի տարբերությունը նա է, որ ֆորպոստը պետք է ինքնաբավ պաշտպանություն ունենա, այսինքն մենք չպետք է կախվենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փեշերից կամ ինչպես կախվում էինք ՍՍՍՌ-ի փեշերից, մենք ինքներս պետք է այնքան ռեսուրս ունենանք պաշտպանական, որ ապահովենք մեր երկրի անվտանգությունը մեր կյանքը, մեր ունեցվածքը, այդ թվում ամերիկացիները որպես գրավ զալոգ, ասեմ, մեր ունկնդիրների մեջ կան մարդիկ այդ լեզուն հարգում են, զալոգ, իր ունեցվածքը գրավ դրեց Հայաստանում, որ հանկարծ չկասկածենք, որ ձևեր էին թափում կամ կլինի, չլինի, ասեց, եթե նույնիսկ իսկապես չբերեն ինչ որ խոստացել են կամ այդքան չբերեն ինչքան որ խոստացել են բայց ասես որ գույքս ձեր այդ safe հայկական հանրապետությունը մեր պետությունը ինքը հայտարարեց մեծ safe ասես գույքս ի պահ եմ տալիս ձեզ հայեր դա կարող է ստացվել այնպես որ լինում է անվտանգության երաշխավոր այսինքն նույն Միացյալ Նահանգները լինում է Հայաստանի անվտանգության երաշխավորը փաստորեն եւ գաղափարով Նախ գաղափարն է կարևոր, ասեց մենք այստեղ ենք, ես դա սիրում եմ ասել, ինձ դուր է գալիս, երբ Բեռլինի ճգնաժամն էր անցյալ դարի կեսերին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը եկավ Բեռլին եւ ասեց ես բեռլինցի եմ, այստեղ ամերիկացիներն ասեցին մենք
մենք հայաստանցի ենք, այսինքն Հայաստանում մենք ենք, մեր ունեցվածքն է, մեր գաղափարներն են, մեր արժանապատվությունը, հեղինակությունը։ Այստեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներին նեղացնողը արժանապատվությունից զրկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Դա գաղափարներ, իսկ նյութական ինչ որ կբերեն, ես ձեզ ասեմ, որ Ամերիկայի մի քանի միլիարդ այս կողմ այն կողմ, նրանք չեն էլ իմանում։ Ես լսել եմ, որ նրանք կատվիկեր, հենց այդքան 10 միլիարդ դոլարի կատվի եւ շանկեր են արտադրում։ Շանկեր այդքան, մենք մեր սեղանից էլ ենք մեր շներին կերակրում, բայց նրանք ասում են հատուկ։ Մի խոսքով դա մեծ գումար չի նրանց համար։ Պարոն Արշակյան, Հայաստանից հետո Միացյալ Նահանգների փոխնախագահը մեկնեց նաև Բաքու։ Եվ հետաքրքիր է Ռուսաստանի Դաշնության նախագահի խոսնակի արձագանքը, որ Հայաստանն ու Ադրբեջանը որպես ինքնիշխան պետություններ իրավունք ունեն հարաբերություններ կառուցել տարբեր երկրների հետ։ Բայց մինչև այս մենք հիշում ենք, որ տարբեր պաշտոնյաներ Ռուսաստանից հայտարարում են, որ ի վերջո Հայաստանը պետք է ընտրություն կատարի Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջև։ Ինչ որ բան է փոխվում Կրեմլի խոսույթում, թե ամեն դեպքում տարբեր անգամ կարելի է սպասել տարբեր արձագանքների։ Կրեմլի ամենակարևոր մարդը, ամենաբարձր պաշտոնյան Ռուսաստանի նախագահը մեր հետ չէ, իր գործընկերոջ հետ, ինչպես ինքն է, կոլեգայի հետ։ Տրամպի հետ խոսելու ժամանակ ասաց, ես չէի կարողանում դա անել, դու արեցիր, այսինքն հանձնեց այդ նախադասությունը էր, որ այդ տարածաշրջանում ես ծրագրեր ունեի, չկարողացա այդ ծրագրերը կյանքի կոչել, բայց դու դա արեցիր։ Այսինքն դա նշանակում է, մեզ համար դա էր կարևոր, որ այնտեղ նրանք համաձայնության եկան, գուցե եղել է մրցակցություն, գուցե չգիտեմ, եւ լարում է եղել այդ հարաբերությունների մեջ, բայց ամերիկացիները եկել են եւ արել են, այսինքն նա չէր կարող Բաքու չգնալ եւ Թեհրան են ուզում գնալ, Անկարայում շատ ամուր նստած են, Վրաստանին չեն նկատում, մի թեթև նեղացել են Վրաստանից, դա ուրիշ բան է, ես հույս ունեմ, որ կվերականգնվի։ Տարածաշրջանի ոստիկանը փոխվել է, տարածաշրջանի խաղաղությունը, կայունություն ապահովողը գուցե օգնության կարգով է դա, գուցե ժամանակավոր է, դա էլ բացառված չի, որովհետև ընդհանրապես Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում պաշտոն էր, հանձնարարություն կատարել էր, հանձնարարեցին, Ռուսաստանը Հնդկաստանն էր ուզում, Միջերգարական ծովն էր ուզում, Եգիպտոսն էր ուզում ընդհանրապես, Երուսաղեմն էր ուզում, բայց իրեն Հայաստանը տվեցին, որտեղ նրանք անգլոսաքսոնները եւ ֆրանկները վերցրեցին Հնդկաստանը, Չինաստանը, Եգիպտոսը վերցրեցին, Ռուսաստանն էլ տվեցին Հայաստանը, որպես բեռ, պատասխանատու խաղաղություն նոյի, այստեղի միջայլոց փոխնախագահը դա էլ ասեց ես ուխտագնացություն է սա նոյի հայրենիք, նոյի ոնց են կոչում վայրը, որտեղ որ նոյը կառանեց։ Պարոն Արշակյան, Ռուսաստանի շահերին վնասելը չի եղել, չկա եւ չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է, որևէ մեկը մեզ չի կարողանալու, եթե նույնիսկ փորձի չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Ասում ենք, մենք երբեք չենք գործելու Ռուսաստանի դեմ, բայց մենք միշտ գործելու ենք Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխան եւ սա լինելու է մեր ռազմավարությունը, հայտարարեց երկրի վարչապետը։ Սիրուն ձևակերպում է, մենք Ռուսաստանը մեզ տեսնում է որպես ծայրագավառ, որպես վասալ, որպես պիտательная среда, որպես գուբերնիա։ Հենց որ մենք ասում ենք ոչ գուբերնիային, ոչ ծայրագավառին, ոչ ձեր կամքին այստեղ, մենք մեզ ենք ծառայելու, դրանից մի շաբաթ առաջ էլ ազգային ժողովի նախագահը ասեց, որ մեր իշխանությունը սպասարկում է Հայաստանի շահերը։ Այսինքն հենց որ մենք ասում ենք, որ չենք սպասարկելու գուբերնիայի ծրագրերը, ծայրագավառի ծրագրերը, չենք լինելու ձեր համար թնդանոթի միս, ձեր Ստալինգրադում, Բերլինում, ես չգիտեմ էլ որտեղ եք դուք կռվելու, Խալխին գոլում, դա ասեցինք, որ մենք հենց որ մեզ պետք լինի, կկռվենք, պետք լինի ձեզ կօգնենք, մեզ պետք լինի,
Այդ դա ես կարծում եմ, որ Ռուսաստանը ընկալում է որպես ամբարյացկամ վերաբերում, որտեղ այլ բան իրենք չեն տեսնում։ Մեզ տեսնում են որպես իրենց ուղեկիցը։ Հիմա Նիկոլ Փաշինյանի հայտարարից դրա համար ասեցի, որ Լևոն Մեծագործից հետո Հայաստանի իշխանությունները 800 տարի այդպիսի հայտարարություն չէին արել։ Դա բացառիկ բան էր, ես դրա համար եմ ասում ՑԳ, ծայրագավառին վերջ, ոչ ծայրագավառին, ոչ գաղութացմանը, ոչ անազատությանը, դա էր ասված։ Իսկ մենք կմասնակցենք, թե չենք մասնակցի, երբեմն այնպես է ստացվում, որպես դաշնակից, որպես աջակից, մենք որոշ բաների մասնակցել ենք, օրինակ Բերլինը մեր ինչին էր պետք, բայց գնացինք, ընդեղ էլ Քոչարի պարեցինք, գնացինք Բերլին, չէ, կարող է էլի պետք լինի, էլի ինչ որտեղ գնանք։ Պարոն Արշակյան, ներքաղաքական խնդիրներին անդրադառնանք հաղորդման այս հատվածում, հունիսին ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենալու եւ արդեն հայտնի է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, որ մասնակցելու է ընտրություններին առաջարկ Հայաստանին ծրագրով։ Դաշնակցությունն է հայտարարել, որ մասնակցելու է 2026-ի ազգային ժողովի ընտրություններին դաշինքային ձևաչափով։ Մենք նաև գիտենք, որ Սամվել Կարապետյանի ուժն է մասնակցելու, նաև գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարությամբ Հայաստան դաշինքն է մասնակցելու ընտրություններին։ Ինչ սպասելիքներ ունեք, կարծես թե ընտրությունները տարիները անցնում են, ընտրությունները կայանում են, բայց դեմքերը գրեթե միշտ նույնն են։ Այսինքն Հայաստանում իշխանության հայտ են ներկայացնում նաև ծայրագավառականները։ Մենք հենց նոր ասացինք, չէ՞, հենց որ ծայրագավառ չի այսուհետև Հայաստանը, ու հիմա իշխանությունը պետք է ծայրագավառական լինի։ Այդ ծայրագավառը, ես ասեմ, նրանք բոլորը եթե հուշագրեր չունեն գրավոր, հայտարարում են իրենք, որ ապահովելու են ՍՆԳ-ի, ՕԴԿԲ-ի, Եվրազիական միության, Մաքսային միության ներկայությունը Հայաստանում, նրանք սպասարկում են, սպասարկել են եւ սպասարկում են, այդպիսի ծրագրեր ունեն։ Գագիկ Ծառուկյանը ունի հուշագիր Եդինայա Ռոսիայի հետ, Սամվել Կարապետյանը ունի հայտարարություններ, որ դեմ է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանը, ուզում է լինել Մաքսային միության հետ, հայտարարություններ ունեն։ Մյուսները ուղղակի քվեարկել են Մաքսային միության օգտին, Եվրազիական միության օգտին, Հայաստանի անկախության դեմ քվեարկել են հանրապետականները եւ դաշնակցությունը։ Նրանք քվեարկություն են անցկացրել ազգային ժողովում այդ ուղղությամբ բանը։ Հիմա ստացվում է, որ մենք երեք հայտարարեցինք, որ ոչ ծայրագավառին թույլ չենք տա, այլևս երբեք, ու հիմա իշխանությունը հանձնում ենք ծայրագավառականներին։ Դե բայց մարդիկ ընդհանրապես հայտարարում են, որ մասնակցելու են ընտրություններին։ Մասնակցել են իրենց ծրագրերով։ Չի նշանակում, որ հանձնում ենք իրենց ծրագրերով։ Եթե ծրագրում գրված է, նրանք արել են դա, որ ոչ Եվրոմիությանը, ոչ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ոչ զարգացմանը, ոչ ժողովրդավարությանը, ոչ անկախությանը։ Մարդիկ ասում են, անկախությանը դեմ ենք։ Մենք ուզում ենք լինել պրովինցիա, գուբերնիա։ Հիմա նրանք իշխանության հայտ են ներկայացնում։ Իմ կարծիքն է, պետք է փակվի նրանց ճանապարհը դեպի իշխանություն։ Լավ, բավ մասնակցի այդ ընտրություններին։ Այսինքն ինչ ուժեր կան, որոնք, չգիտեմ, ունեն, այսպես ասած, որոնց ճանաչում է հասարակությունը, լավ, ինչ ուժեր կան, որոնց հասարակությունը ճանաչում է։ Օրինակ, այս ուժերին դաշնակցություն, չգիտեմ, Բարգավաճ Հայաստան, իրենց արդեն երկրում բոլորը գիտեն։ Եթե այդ մարդիկ էլ չմասնակցեն ընտրություններին, ելով մասնակցի։ Այլի, բա իհարկե նոր մարդ պետք չի։ Մենք դուք սիրում եք իմ նման ճաղատ ծեր հիվանդ եւ սոցիալապես անապահովի։ Այ ինձ փոխարեն ոչ ոքի չկանչեք, ինչի մարդիկ տեսնեն երիտասարդ բանիմաց եւ ասենք երանդուն մարդկանց։ Իհարկե, այստեղ տեսեք, հետաքրքիր է, որ տարիներ, ես դրա համար շեշտեցի սկզբում, որ տարիներն անցնում են, բայց թոշակի անընդհատ նույն մարդիկ են, նույն դեմքերն են մասնակցում ընտրություններին։ Ես իհարկե այնպես չի, որ այսպես ողջունում եմ, բայց ամեն դեպքում նոր ուժեր էլ չկան, որոնք
այսպես մեծ ճանաչում ունեն հասարակության շրջանում։ Դուք մենք զրուցում ենք, դուք ինձ դրդում եք, որ ես այդպես ասեմ։ Ես կարծում եմ, որ նրանք պետք է հեռացվեն երկու պատճառով՝ օրենքի ուժով նրանք հայկական պետությանը եւ ժողովրդավարությանը դեմ են։ Ես քանի որ մենք վերամբարձ բանով ենք խոսում, սուր վերցնողը պետք է սրից ընկնի։ Եթե դուք պետությանը դեմ եք, պետությունը ձեզ կգցի։ Դուք սուր եք բարձրացնում մեր ժողովրդավարության եւ անկախության վրա, ուրեմն ժողովրդավարությունը եւ անկախությունը ձեզ կխոցի։ Առաջինը դա նրանք պետք է փակվեն, չկարողանան հայտ ներկայացնել օրենքի ուժով։ Երկրորդը իհարկե պետք է փոփոխություն լինի, կյանքը փոխվում է, ռոտացիան կարևոր է, նոր մարդիկ պետք է գան, նոր մանավանդ դուք ասում եք ով, օրինակ Եվրաքվեն։ Դե բայց Եվրաքվեն պարտվեց Գյումրիում։ Ինչ պետք է անի, բա դրանց դեմ ո՞նց է կռվելու ռեսուրսները։ Բայց ես դա եմ ասում, ուրեմն այստեղ էլ կպարտվի։ Ուրեմն ծայրագավառը կհաղթի այստեղ, եթե նրանք գան իրենց ռեսուրսներով, իրենց փորձով, նրանք իրենց ձևով էլի որ ասում, հա, իրենց ձևով, եթե գան, ուրեմն Հայաստանում ժողովրդավարությունը կպարտվի, հայկական պետությունը կպարտվի, անկախ պետությունը կպարտվի, եթե նրանք գան։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։